Բարի երեկո բոլորիդ, հուսով եմ, բոլորդ լավ եք, այսօր լինելու է մի շատ բացառիկ, նաև ինձ համար, բացառիկ հարցազրույց, բարև ձեզ, պարոն Զաքարյան, ես շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար, ուզում եմ ձեզ ներկայացնել փաստաբան, չէ՞։ Այո, Արտակ Սարգսյանի որպես փաստաբան, ժողովուրդ ջան, ձեզ ուղղակի խնդրում եմ տարածել իմ այս լայվը, որովհետև շատ հետաքրքիր բացահայտումներ եք լսելու, որ ի զարմանս մեզ դա միայն կարող է Հայաստանում այս տեսակ բաներ կատարվել։ Գնանք, երևի թե պարոն Զաքարյան առաջի հարցից, այո։ Պարոն Զաքարյան, Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշում կայացրեց վերացնել Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված բոլոր խափանման միջոցները։ Պրոբացիոն ծառայությունը Արտակ Սարգսյանի ձեռքից հանեց բրասլետը, էլեկտրոնային սարքերը, սակայն մինչ օրս սեկտային համակարգը չբացվեց։ Ինչպես կմեկնաբանեք այս անօրինականությունը։ Այս անօրինականությունը մեկ անվանում ունի հանցագործություն, որովհետև դա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը հանդիսանում է հանցագործություն։ Ես ուրեմն երբ որ ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը, անմիջապես ներկայացրեցինք մի օրինակը պրոբացիոն ծառայություն, մյուս օրինակն էլ ուղարկեցինք ոստիկանության համապատասխան բաժին, որ սեկտի բացման, փակման հետ կապված գործառույթներ է իրականացնում։ Այնտեղից մի քանի օր հետո զանգահարեցի տեղեկանամ արդյոք բացել են Արտակ Սարգսյանի սեկտը թե ոչ, պատասխանը ստացա հետևյալ, որ իրենց համար դատարանի որոշումը հիմք չէ, այլ հիմք է միայն քննիչի դիրքորոշումը, իսկ քննիչը դեմ է դրան։ Անմիջապես այդ տեղեկությունը լսելուց հետո հենց նույն օրը նաև գրավոր միջնորդություն ներկայացրեցի, որ քննիչին խնդրելով անհապաղ գրություն ուղարկել Արտակ Սարգսյանի սեկտը բացելու համար։ Անցավ մի որոշ ժամանակ, ստանում եմ ոստիկանությունից գրություն, այն ինչը որ իրանք ինձ հեռախոսազրույցի միջոցով ասեցին, նույնը բառացիորեն գրության մեջ էին պատասխանել, որ դատարանի որոշումը իրանց համար հիմք չէ, իսկ հիմք կարող է հանդիսանալ միայն եւ միայն քննիչի գրություն, որոշում, համաձայնագիր, որևէ այլ փաստաթղթի հիման վրա իրանք սեկտը բացել չեն կարող։ Դրանից հետո անմիջապես հաղորդում ներկայացրեցի ոստիկանության համապատասխան անձանց նկատմամբ վարույթ նախաձեռնելու խնդրանքով, ցույց տալով, որ օրինական ուժի մեջ դատական ակտ կա, որը որ պաշտոնատար անձը հրաժարվում է կատարել։ Այնուհետև ստացել էր քննիչի միջնորդությունս մերժելու մասին որոշում, որ քննիչը գրում է Իսկ ներեցեք, կարող ենք քննիչի անուն, ազգանունը բարձրաձայնել, ով է առյուծի կաթ խմած, քննիչը, որը չի ենթարկվում դատարանի որոշումներին։ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Գոր Դավթյան։ Ստացա քննիչի որոշումը։ Հազար անգամ ներեցեք, զանգեր ինձ գալիս։ Ստացա քննիչի որոշումը, որտեղ որ քննիչը նշում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման հետ համաձայն չի վարույթ իրականացնող մարմինը եւ այն պետք է բողոքարկվի, հետեւապես դատական ակտը ուժի մեջ մտած չի ու ենթակա չի կատարման։ Անհապաղ դրանից հետո երկրորդ հաղորդումը ուղարկեցի, այս անգամ խնդրելով վարույթ նախաձեռնել ոչ միայն դատական ակտը կատարելուն խոչընդոտելու, այլ նաև պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված, որտեղ այս պարագայում ակնհայտ էր, որ քննիչը որոշ անձանց հետ, այդ թվում նաև ոստիկանության համապատասխան իրավասու աշխատակցի հետ եկել են հանցավոր համաձայնության սեկտը չբացելու հարցով եւ խոչընդոտում են դատական ակտի կատարմանը։ Ուրեմն մի հաղորդումս գնաց երկուսն էլ թեպետ հասցեագրել էի քննչական կոմիտեի նախագահին, մեկը ուղարկեցին Քանաքեր Զեյթուն քննչական, մյուսը ուղարկեցին հակակոռուպցիոն կոմիտե։
Բայց պիտի չգնար ավելի բարձր Դե հիմա կառույցներ, որովհետև քնիչը այստեղ լրիվ անօրինական քնիչի հետ կապվածը դրա համար գնաց հակակոռուպցիոն, ոստիկանության համապատասխան աշխատակցի հետ կապվածը գնաց Քանաքեռ Զեյթուն։ Ընդ որում զուգահեռ ես նաև բողոք էի ներկայացրել քաղաքի դատախազին, պատճեն ուղարկելով գլխավոր դատախազին, այդ քնիչի որոշման դեմ, որը որ հրաժարվել բացել եւ պահանջել էի, որպեսզի վերացվի այդ ապօրինի որոշումը եւ անհապաղ ցուցում տրվի գրություն ուղարկել սեկտը բացելու առումով։ Միաժամանակ նաեւ նույնաբովանդակ պահանջ ներկայացրել էի ներքին գործերի նախարարին։ Մինչև օրս ներքին գործերի նախարարությունից, դատախազությունից պատասխան չեմ ստացել։ Միայն ստացել եմ գլխավոր դատախազությունից պատասխան, որ հասցեագրված իմ բողոքը հանձնարարում է քաղաքի դատախազին սեղ ժամկետներում լուծում տալ։ Բայց այդ լուծումը արդեն ամսից ավել է սպասում եմ, որ պետք է տան, ոչ մի լուծում չկա։ Այնուհետև ստանում եմ նույն օրը, ես չեմ կարծում, որ սա զուգադիպություն է, երկու քննիչներից, հակակոռուպցիոն քննիչից, կոմիտեի քննիչից եւ Քանաքեռ Զեյթուն քննչական բաժնի քննիչի գրեթե նույնաբովանդակ որոշումներ, գրություններ, վարույթ նախաձեռնելը մերժելու վերաբերյալ, որը որ հաստատվել էին համապատասխան հսկող դատախազների կողմից։ Երկու քննիչներն էլ փորձում էին հիմնավորել, որ վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած չէ եւ այնքանով որքանով որ բողոքարկվել է Վճռաբեկ դատարան դատախազության կողմից, հետեւապես այն չի կարող կատարվել։ Սա ուղղակի, ինչ ասեմ, իրավաբանության մեջ խայտառակություն է, այդ նույն բանն է, ոնց որ կանգնեն ասեն երկրագունդը քառակուսի է, այլ ոչ թե կլոր։ Ինչևից է, հենց ստանալու հաջորդ օրը անմիջապես երկու հատ բողոք եմ ուղարկել, մեկը գլխավոր դատախազին, մյուսը Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազին, խնդրելով այդ ապօրինի որոշումները վերացնել եւ հանձնարարել վարույթներ նախաձեռնել։ Մինչ օրս ոչ մի պատասխան չունեմ։ Սա ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության պրակտիկայում նման դեպք եղած լինի, որ պետական մարմինները, տարբեր մարմիններ, քննչական մարմին, դատախազություն, ներքին գործերի նախարարություն, իրար հետ համաձայնեցված խոչընդոտեն դատական ակտի կատարման։ Այսինքն տվյալ պարագայում ինչքան էլ որ փորձում են հռչակել մեր պաշտոնյաները, որ մենք ժողովրդավարական իրավական պետություն ենք, հենց այս գործը ցույց է տալիս, որ օրենքի առջև հավասարության սկզբունքը հենց առաջի հերթին իշխանության կողմից ոտնահարվում է։ Պաստորեն, պարոն Զաքարյան, կարելի է այստեղ արձանագրել, որ քննիչը Գոր Թադևոսյան, հա? Այո։ Այս կերպարը Գորդավչյանը, այո, քննիչը թքած ունի դատարանի որոշման վրա եւ ինքն է որոշում անի, որովհետեւ ես տեղյակ եմ, որ ձեր այդ դատական նիստերի ժամանակ, ինչքան որ ես չեմ սխալվում, դատավոր Մխիթար Պապոյանը սաստել է եւ թե մեղադրող դատախազին եւ թե քննիչին այս անօրինական քայլերի համար իրենք ասել են, որ մենք ինչ ուզում ենք, այն անում ենք եւ այդտեղ Մխիթար Պապոյանը պատասխանել է, եթե դուք եք այդ ամենը ասում, ինչ ուզում են անում եք կամ դուք եք որոշում կայացնում, ապա ինչու եք եկել դատարան։ Կարելի է այս պարագայում ինչ միջոցներ պետք է կիրառվեն, հա, բացի այդ ամենից, քննիչի դեմ դե արդեն ասացիք դուք որ բողոք եք գրել, ես ուզում եմ գլխավոր դատախազուհուն եւ ներեցեք Տոզդոևնա չէ, Արփինե Հովանիսյանին, Արփինե Սարգսյանին ՆԳ նախարար ջերմ ողջունել, որովհետեւ ոնց հասկանում ենք մենք պետքա ամենօրյա ռեժիմով ջերմ բարևներ ուղենք միմյանց, երևի թե վաղվանից ես ձեզ այդ ջերմ բարևները կուղարկեմ։ Պարոն Զաքարյան, կարող ենք սա որակել որպես ընտրողի արդարադատություն, հաշվի առնելով այն դեպքերը, որ օրինակ, հա, այստեղ դատավորին մենք չենք կարող մեղադրել, բայց վերցնենք այսպիսի մի օրինակ, դատավորը ոնց որ պեդոֆիլին, տերորիստին, նարկաբարոնի նկատմամբ կիրառում է
ցմահ ազատազրկում, փաստաբանի բողոքարկման արդյունքում կարող են մարդիկ ազատ արձակվեն կամ հակառակը, եթե մարդը բանտում է, օրինակ Տաշի Սամոն, Սրբազան, Արշակը կամ մյուս դատավորները խափանման միջոցը փոխում են, պետք է այդ մարդիկ տուն չգնան, սպասեն բանտում այնքան ժամանակ, մինչև վճռաբեկը որոշում կայացնի, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չի, կան բանտարկյալներ, արդեն տանն են, որոնք չեն սպասել վճռաբեկ դատարանի որոշմանը, այ օրինակ այս դեպքում, հա, ինչպես դա կմեկնաբանեք։ Սա մեկ մեկնաբանություն ունի, ես ինչպես նշեցի, սա հանցագործություն է, գործողություններին պետք է հստակ իրավական գնահատական տրվի, որովհետև թե օրենսդրությունը, թե իրավական պրակտիկան հստակ այն դիրքորոշումը ունի, որ խափանման միջոցի հետ կապված բոլոր որոշումները հրապարակման պահից օրինական ուժի մեջ են մտնում ու անհապաղ ենթակային կատարման։ Եթե անհեթեթ տրամաբանությամբ շարժվեինք, որը որ ցույց են տվել քննիչներն ու հսկող դատախազները, ապա ստացվում է, որ օրինակ, եթե անձին կալանավորելու մասին որոշում է կայացնում դատարանը, ապա անձին չպետք է կալանավորեն, անձը պետք է գտնվի ազատության մեջ, այդ նախ եւ առաջ բողոքարկման ժամկետի ընթացքում, այնուհետև եթե բողոք բերվեց, պիտի սպասեն մինչև վերադաս ատյանը ինչ որոշում կայացնի, օրինակ վերաքննիչ դատարանը։ Եվ եթե վերաքննիչ դատարանը թողի առաջատյանի դատարանի որոշումը օրինական ուժի մեջ, համարի օրինականա, ապա եւս սպասեն ժամանակահատված, որ պաշտպանական կողմը այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք բերի եւ վճռաբեկը լուծում տա։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Եվ այսպիսի անհեթեթություն հայտնողները դատական իշխանական համակարգում շարունակում են աշխատել։ Սա ուղղակի պարադոքս է, սա մի բանի մասին է խոսում, որ կամ դատախազությունում, քննչական մարմնում, ոստիկանությունում կամ ակնհայտ իրենց մասնագիտական գիտելիքներին չբավարարող անձին աշխատող, ինչը ես չեմ կարծում, որ այդպես է, կամ էլ թե չէ, կամ կուրորեն պատվերներ կատարող անձին, որոնց համար ոչ թե օրենքի գերակայությունն է գործում, այլ վերադասի ցուցումը։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ իմ հետևորդներին, հա, ասել ինչի մասին է խոսքը գնում, ժողովուրդ ջան, Պիկին դատախազուհին, քանի որ չի հանգստանում, ես չգիտեմ ինչից կարող է նա հանգստանալ, նորից Արտակ Սարգսյանի գործը ուղարկել եմ վճռաբեկ, ուզում են կալանքի տանել, չէ՞։ Այո։ Նորից կալանքի տանել, դա ապացուցում է մեկ բան, որ Արտակ Սարգսյանից ներկայիս դավաճան իշխանությունը շամպես վախենում է, բայց հուսամ դրան չեն կարող հասնել եւ վճռաբեկ դատարանը սառը գլխով որոշումներ կայացնի, քանի որ պարոն Զաքարյան, վճռաբեկ դատարանը արդեն մեկ անգամ, հա, հակաօրինական, հա, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ, հա, տնային կալանք տալով նախորդ անգամ, հա, Արտակ Սարգսյանին, այս անգամ ինչ ակնկալիք ունեք, էլի, ինչ կլինի։ Գիտեք ինչ, երբ որ համադրում ենք այս ամբողջ անօրինականությունները մեկը մյուսի հետ, ակնհայտ է դառնում, որ սրանք ոչ թե պատահականություններ են, այլ պայմանավորված գործողություններ։ Պայմանավորված գործողություններ իշխանության տարբեր թևերի, տարբեր կազմակերպությունների միջև։ Ու այս պարագայում ես գտնում եմ, որ դատական ակտի չկատարելը պայմանավորված է նրանով, որ վճռաբեկ դատարանի հետ համաձայնության են եկել, որ վճռաբեկ դատարանը բեկանի վերաքննիչ դատարանի որոշումը եւ բավարարի դատախազի բերված բողոքը, որի հավանականությունը այս պարագայում չափազանց բարձր է։ Ստացվում է, որ սա նաև Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ անձի խափանման միջոցի վերաբերյալ երկու անգամ վճռաբեկը բողոքները վարույթ է ընդունում եւ եթե բավարարեց այդ բողոքը, ապա կստացվի, որ երկրորդ անգամ եւս անձին ազատությունից ձգում են դեպքում, երբ որ ստորադաս դատարանները նման որոշումներ չեն կայացրել։ Նաև զրկելով Արտակ Սարգսյանի սահմանադրական իրավունքներից։ Տեսեք, պարոն Զաքարյան, բազմաթիվ անգամ ես լսել եմ Արտակ Սարգսյանի
ելույթները եւ ամեն անգամ Արտակ Սարգսյանը ակնարկ է անում, որ այս վճռաբեկ դատարանի, իմ համար սա ամենակարևոր մասն է, դատավորների խումբը որ կա, նույն այն խումբն է, որոնցից մեկը Սերժիկ Ավետիսյանն է, ով Սամվել Կարապետյանի, Տաշիրի Սամոյի բաժանաղ, ոնց են ասում, բաժանաղն է։ Ես չգիտեմ դա ինչքանով է իրականությանը համապատասխանում, ես շատ տարբեր տեղերից եմ ճշտել այդ ինֆորմացիան, բոլորը հաստատել են, որ վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը Տաշիր Սամոյի Սամվել Կարապետյանի բաժանաղն է։ Այստեղ ես կարող եմ կասկածներ ունենալ, որ հենց իր ազդեցությամբ Սամվել Կարապետյանը գտնվում է, դա իմ կարծիքն է, ճակերտներով տնային կալանքի մեջ, իսկ Արտակ Սարգսյանը, նաև ես, ինչու որ չէ ես, մենք քննադատում ենք Տաշիր Սամոյին, Սամվել Կարապետյանին, իրեն բերել են տուն, ճակերտների մեջ եմ ես էլի ասում, Արտակ Սարգսյանին, հենց այդ կապի միջոցով, որովհետև իմ համար ես այնտեղ ընդդիմություն չեմ տեսնում, որպես փաստաբան ես չեմ կարող ինձ շատ ազատություն տալ, իմ ազատ մտքերին լինեմ կոռեկտի մեջ, Արտակ Սարգսյանին իրենց բերում են տուն, Արտակ Սարգսյանին պրինցիպիալ Տաշիր Սամոյի բաժանաղը ուղարկում է կալանքի։ Խնդրում եմ, էլի, ինչ կարծիք ունեք այս ամենի մասին։ Նախ ասեմ առաջինը, որ դեռ վճռաբեկ դատարանը նման որոշում չի կայացրել, ճիշտ է բողոքը մերժելու հավանականությունը նշեցի, որ ես բավականին ցածր եմ գնահատում, հաշվի առնելով այս բոլոր անօրինականությունները, ապօրինությունները ու հանցանքները առերևույթ, որը որ դրսևորվում են տարբեր մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործով, այնուհանդերձ բնականաբար այս պարագայում հավանականությունը բարձր է, որ կբավարարվի։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր մնացած ասված հանգամանքներին, ես այսպես ասեմ, վճռաբեկ դատարանի առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի ապահովի օրենքի միատեսակ կիրառությունը եւ անձի իրավունքների պաշտպանությունը, անձի իրավունքների պաշտպանության լույսի ներքո, չոտնահարվեն նաեւ անձի իրավունքները ու ազատությունները։ Այս առումով, երբ խոսքը գնում է քաղաքական շարժառիթներ ունեցող գործերին, որոնք որ հարուցվել են քաղաքական շարժառիթներով, այս պարագայում ցավոք սրտի մեջ դատական համակարգը արդարադատություն իրականացնող մարմնից վերածվում է իշխանության պատվերը կատարող մարմնի։ Ես այսքանը կարամ ասեմ, թե չէ որպես անհատական եթե վերցնենք, բնականաբար վճռաբեկ դատարանում եւ մասնավորապես պարոն Ավետիսյանի գիտելիքների վերաբերյալ ես շատ բարձր կարծիք ունեմ։ Բայց եթե բարձր կարծիք ունեք, ոնց է նման անօրինական հրահանգներ տալիս, կանել կալանքի, մեկ անգամ արդեն Արտակ Սարգսյանին իրենք տնային կալանք անօրինական, կայացրել են այդ որոշումը, հիմա պետք է լինի երկրորդ անգամ։ Ասեմ ձեզ, նայեք, բարձր գիտելիքներ ունենալը դա դեռ չի նշանակում, որ անձը բավարար չափով անկախ ու անաչառ է, որպեսզի քաղաքական շարժառիթներ ունեցող գործերով կարողանա իր ներքին համոզմունքը արտահայտել դատական ակտով։ Քաղաքական շարժառիթներ եթե չլիներ, շատ մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ այս գործով դատախազի բերված բողոքը չէր ընդունվի բարույթ, որովհետև այն ակնհայտորեն չի համապատասխանում այն նվազագույն պահանջներին բարույթ ընդունելու, որը որ սահմանված է օրենսդրությամբ եւ վճռաբեկ դատարանը բազմիցս դիրքորոշում է հայտնել, թե ինչ չափորոշիչներին պետք է համապատասխանի, որ բողոքը բարույթ ընդունվի։ Այս առումով ես ասում եմ, վճռաբեկ եթե չլիներ գլխավոր դատախազի կողմից բերված ստորագրված բողոք, կարդացողի մոտ այնպիսի տպավորություն կստեղծի, որ միջին իրավական գիտելիքներ ունեցող անձի կողմից է բերվել, բայց օրենքի պահանջները բարույթ ընդունելու պահպանված չէ, որի պարագայում մեծ հավանականությամբ այնպիսի բարույթ չընդունել, բայց տեսանք հակառակը տեղի ունեցավ։ Չէ, բայց այստեղ հարց է առաջանում, ինչի գլխավոր դատախազուհին,
Օրինակ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի մեջ, արագի մեջ բողոք չի ներկայացնում, հա, վճռաբեկ դատարան, ասես կետ է բռնել Արտակ Սարգսյանի վրա ու գլխավոր դատախազունին տարեք, ինչու, ես դա եմ ուզում հասկանալ։ Որպես իրավաբան չեմ կարող այդ ձեր հարցին պատասխանեմ, այդ հարցը տվեք գլխավոր դատախազին, թող ինքը պարզաբանի, ինչու չեն բերում բողոք կամ եթե բերում են, ինչ ընթացք է ստանում։ Ես չեմ կարող ասել, մանավանդ ասենք Սամվել Կարապետյանի գործի հանգամանքներին մանրակրկիտ ծանոթ չեմ, ուղղակի ծանոթ եմ ԶԼՄ-ներով եւ Եվս համարում եմ, որ այնտեղ մեծ հավանականությամբ քաղաքական շարժառիթներով է հետապնդում իրականացվում։ Այստեղ ես ոնց հասկանում եմ, նորից գործում է խնամի, ծանոթ, բարեկամ, հա, եւ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում։ Պարոն Զաքարյան, խնդրում եմ այս վերջին հարցին պատասխանեք, այս ներքին իրավական դաշտը, հա, այս ամենը խառնելուց հետո պատրաստվում եք դիմել միջազգային ատյաններ։ Բնականաբար միջազգային ատյաններ դիմելու ենք յուրաքանչյուր խախտման հետ։ Նոր եք դիմելու, թե դիմել եք։ Ընթացքի մեջ է ու ամեն մի խախտում, որը որ տեսականորեն հնարավորություն է տալու դիմելու, բնականաբար մենք օգտագործել ենք, որտեղ այս գործը որպես քաղաքական կոնտեքստ ունեցող գործ Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից արդար լուծում չի ստանալու։ Եվ միակ հույսն ու հավատը միջազգային կառույցներն են։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ շնորհակալություն։ Հուսամ, ժողովուրդ ջան, այս լայվը կտարածեք։ Իսկ մնացած իմ ջերմագին ողջույնները գլխավոր դատախազին նգնը նախարարին, քննչականին, ամեն ռեժիմով այսուհետ բարևներս կողեմ։ Լավ մնացեք, ստեցում։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ շնորհակալություն։